Բարև եկաք։ Կարելի է։ Ո՞նց չկարելի, կարելի է։ Էս ինչ լավ գործ եք։ Բա ինչ անենք։ Բարավ գնանք։ Չնայած հասակս արդեն անցակացել, բայց էլի բարապոզում չեմ կենա։ Թթվի քոլա, թթվի։ Արաղի զակոսկիա։ Մաքրով թթու դնենք, որ մեմեն 50 գրամ արախում ենք, մեմեն վյունիկ բերանուս փոխե։ Այ դրա մեմ հանդրում։ Թե չես ավետ կբեր հանդրեմ, կբրախեմ։ Բայց արաղը տղեկը խմելիս են ասում, պապի կես բաժակ է դուխում է։ Ասում եմ կարում չեմ մեծացել եմ, բաջայել վաղթը դոնց խմեիր։ 50 գրամ խմում եմ, վինում եմ, մետա գնում է։ Տրամադրությունը դե բարձրանում է։ Բա ինչ անում, Դե նեղոցում առանց թթվի ու մի բաժակ տնականի արդյունավետությունը թերի է։ 93-ամյա Գառնիկ Պապն էլ ասվածի ամենահայտնի օրինակն է։ Նեղոցեցիների ամենահավաքական ու կենդանի կերպարը։ Գյուղի ամենատարեցն է, բայց համատեղությամբ նաև ամենաթունդ ու ասող խոսող նեղոցեցին։ Այդ անտեր հիվանդությունները թեև 1 տարի է Պապի ոտքերը կապել ու թույլ չեն տալիս տանից, բակից այն կողմ անցնել, բայց սիրտը մեկ է այնտեղ է իր տանից բացվող շունչ կտրող տեսարաններում, նեղոցի անմատչելի կիրճերում ու հարազատ սարերում։ Այսօրվա իր հանգիստ նստելուն ու թթվի համար քոլ մաքրելուն չնայեք։ Գառնիկ Պապը դժվար կյանքի հսկայական ճանապարհ է կտրել լի դառնություններով, բայց նաև հաղթանակի քաղցրությամբ։ Նրա ողջ կյանքը գութանի ու արտի մեջ է անցել։ Այն տարիքում, երբ դպրոցական պայուսակը պիտի ձեռքին լիներ ու այբերան անթերթեր, ինքն արդեն տան մեծի հոգսներ ուսած, գութաներ քշում ու պատերազմում գտնվող հորը փոխարինում, դառնալով ընտանիքի հիմնասյունը։ Մի խոսքով, ինչպես ասում էին, պատերազմի երեխա է։ Ասում եմ մերնակ են դրվաննել եմ, կարում չեմ բերևը բաղճավին բաղոնում, կարում չեմ գնամ ես մի տարի է։ Սինդրիկներ շաստու, սինդրիկ բերեի, ինչ հանդումնել էր, ամեն ինչ են մեր հանդումնել էր, ոնը կակալը, զկերը, ամեն մի խոսքով, ամեն բան։ Ես էլ երեխա վաղթը ճարպիկ եմ էլ պուչուրից, մանգեի, անտարել, ամեն տեղել, 7 տարեկանից գնացել եմ գութանի հորուկչի 7 տարեկանից առաջին դասարան դպրոցը 2 տարի ես առաջին դասարան դպրոց եմ գնացել գնեի որ գնեի գութանի հորուկ քշելու ասեմ դու դպրոցական տղայս դուր ես եկել ասեի պատանը հերս բանակումը ես էլ տանը ում հույս անեմ ինչ անեմ Մի խոսքով ամեն բանի մեջ էլ ընկել եմ, երկարացնում չեմ։ Ու թեև հիմա հանդերն ու ձորերը Պապի համար անմատչելի ու միայն տամբակից երևացող պատկերներ են, բայց աշխատանքի հանդեպ պատասխանատվությունը մնացել է նույնը։ Ասում է՝ մի նայեք նեղոցի այս քարակարկառներին ու չոր լեռնալանջերին։ Այս թվացյալ չոր ձորակիրճերն ու քարածերպերը երբեք ժլատ չեն եղել գյուղացու նկատմամբ։ Այս ձորալանջերը հսկա շտեմարաններ են, որտեղ ամեն քայլափոխի բնությունն առատորեն սեղան է բացում։ Սինդրիկից ու թթվի քոլից սկսած մինչև վայրի պտուղների ամենատարբեր տեսակները։ Այստեղ ամեն ինչ կա։ Գառնիկ Պապն էլ հեռվից հեռու մատով ցույց տալով հարազատ դար ու դարավանդները հերթով գույքագրում է նեղոցի հանդերի ողջ հարստությունը։ Խմձորել են տալի, դեղց են տալի, ինչ ասես տա։ Անումները մտահան եմ արել, բալն են տալի, գիլաս են տալի, ինչ ասեմ, թութն են տալի, դամբիլ են տալի, արաղ են կանում խմում, այդ էլ է տալի, ամեն ինչ։ Նայ կաղնես արդեն մեզ, կանքեր են, բրնչկեր են, ընդեր ձկրքեր են, են դում են կուրը, են վերևը կնես կկալքեր են, ամեն ինչ։ Գառնիկ Պապի հիշողություններն ու հանդերի առատությունը նեղոցի տեսանելի զգայական կողմն են, բայց այս օրերն ու լանջերը շատ ավելի հին պատմություն ունեն, քան կարող է տեղավորվել մեկ մարդու կյանքում։ Օրինակ, թե ինչպես է հիմնադրվել նեղոցը, ինչու հենց նեղոց անվանումը ու ինչ խորհուրդ ունեն դարավոր կոթողները, որոնք դարձել են գյուղի լուռ վկաները։ Նեղոց նշանակում է նեղ ճանապարհ։ Երբ տեսնում եք դեպետի ափից մինչև Գուգարած լեռների այդ գագաթներից մեկն է Գուգութը, այդտեղ նեղ ճանապարհ է անցնում եւ այսպես ուլունքի նման տները ճանապարհի կողքը շարված բարձրանում են մինչև վերև, մինչև Մոշուտ աղբյուր, առաջ շատ ավելի բարձր։ Այդ պատճառով նեղոց է կոչվել բնակավայրը նեղ ճանապարհ։ Իդեպ վստահաբար կարելի է ասել, որ Լոռու մարզի հնագույն բնակավայրն է նեղոցը, նաև Հայաստանի Հանրապետության ամենահին բնակավայրերից մեկը, որովհետև նեղոցում 2 տասնյակ տարիներ առաջ հայտնաբերվեց
Լոռու մարզում հայտնի միակ ժայռապատկերները։ Այսինքն խումբ է ժայռապատկերների, մոտ 10 հատ, այն լանջին, մյուս լանջին գյուղի եւ պատկերված է այնտեղ քարայց, պատկերված է որսորդ, պատկերված են ամբողջական կտավներ, մի մասը հողմնահարված, քանի որ Լոռու մարզում չկան ժայռապատկերներ, այսինքն քարեդարյան մշակույթի կոթողներ, հետեւաբար վստահաբար Նեղոցը Լոռու մարզի հնագույն բնակավայրն է։ Այս ժայռապատկերները թվագրվում են մոտ 8000 տարով։ Իսկ ամենահին թվագրված կոթողը Նեղոցի տարածքում Խանջակ տեղամաս կա, Խոջակաձոր, Միջնադարյան անվանումը գյուղի, այդտեղ է, որ 940 տարի առաջ կանգնեցված խաչքար է, որտեղ Հաղպատի առաջնորդ Սարգիսը գրում է, որ սա դրախտ է եւ այս դրախտում ինքը կառուցել է ջրաղաց, այգիներ է տնկել։ Նեղոցի պատմությունը շատ հարուստ է, իսկ իմ զրուցակցի համար գյուղը ոչ միայն ծննդավայր է, այլև կյանքի գլխավոր ուսումնասիրությունը։ Վահան Լորենցը թեև ավելի քան 3 տասնամյակ է գյուղում չի ապրում, բայց հոգով ու մտքով միշտ այստեղ է, իր արմատների մոտ։ Նեղոցի մասին մի գրքի հեղինակ է եւ ուսումնասիրել է գյուղի անցյալը տակից ու գլխից, բայց Նեղոցի պատմությունը միայն հնագույն քարերն ու ժայռապատկերները չեն։ 18-րդ դարում Լոռվա ձորում իսկական ազատագրական շարժում է սկսվում։ Կենտրոնը Դսեղն էր, որտեղ հաստատված Մամիկոնյաններից սերում էր նաև Հովհաննես Թումանյանի նախնի Օվակի Մյուզբաշին, հայրուրապետը։ Լոռին 18-րդ դարում վրացական վասլական իշխանության, ապա թագավորության կազմում էր եւ վրացիները չէին պաշտպանում Լոռին ու լոռեցիներին։ Եվ ահա դեռևս Թումանյանի ապուպապ Մեհրաբ Յուզբաշին հարևան Երևանի խանության պարսիկ ղզբլաշների, ապա Հյուսիսային Կովկասի լեռնցիների թալանչիական հրոսակների դեմ պայքարելու համար հիմնեց կամավորական ջոկատ սեփական հայրենիքը պաշտպանելու եւ Թումանյանի մեկ բառով բնորոշած Լոռվա քաջերին նշանակեց այդ ջոկատների ղեկավար, որոնք բնակվելով յուրաքանչյուրը մի գյուղում դարձան ինքնատիպ Լոռվա գվարդիա եւ առաջին իսկ կանչով պարտավոր էին ներկայանալ այնտեղ, որտեղ թշնամին հայտնվեր։ Ղարաբաղից գաղթած եւ Հաղպատում հաստատված Բեկջանը երազ է տեսնում, թե Լոռվա ու Հաղպատի մուտքը թշնամու առաջ բաց է Նեղոցի կողմից։ Իր 12 զավակներին կեսգիշերին արթնացնում է ունեցված կբարձում սայլերին եւ գալիս է այստեղ, ուր հնում եղած գյուղի ավերակներ էին։ Շենացրեց հանդիսանալով Լոռվա քաջերի Նեղոցի ջոկատի հրամանատարը, իսկ ջոկատի անդամները իր զավակներն էին։ Հենց նրանից էլ սերում է Բեկջանյանների տոհմը։ Նեղոցեցիները հիմնականում Հաղպատից են այստեղ հաստատվել, հաղպատցիներ են հիմնական մասը, եղել է Հաղպատի ծմերացներից մեկը եւ այստեղ դեռևս միջնադարում բնակավայր է եղել, որի մասին վկայում են դեռ 10-13-րդ դարերի միջնադարյան գերեզմանատունը խաչքարերը պահպանված բավականին դարձյալ այդ նույն լանջին։ Նեղոցը ամենակարևորն էր Հաղպատի մատույցները պաշտպանելու գործում, որովհետեւ այստեղ գետի եւ ժայռերի արանք ամենանեղ ճանապարհն է, լեզգիներն այս ճանապարհով էին ասպատակում Հաղպատ, այդ պատճառով տեղան կոչվում է լեզգու գեչուտ, լեզգու ճանապարհ։ Եվ Բեկջանի առաջ խնդիր էր դրված փակել լեզգի ասպատակողների մուտքը դեպի Լոռու խորքերը։ Եվ 1774 թվականին այստեղ ռազմական մի ուղղակի հոյակապ գործողություն իրականացրեցին Լոռու ջոկատները առաջին հերթին Բեկջանի, ապա նաև Սանահինի վանատեր Վարդապետի առաջնորդությամբ։ Նրանք բաց են թողնում լեզգիների 2000-ոց ջոկատը, այդ նեղ արանքն է մտնում, նեղ ճանապարհը եւ երկու կողմից կտրելով թե նահանջի, թե առաջ խաղացման ճանապարհը գլխովին ոչնչացնում են լեզգիների զորքը։ Եվ սա նաև ազդակ էր, որ Լոռվա բոլոր գյուղերում հաստատված թուրքերին, պարսիկներին, լեզգիներին ուղղակի մի գիշերվա հարձակման արդյունքում բոլորին սրակոտոր են անում եւ Լոռին ազատագրում։ Իդեպ նաև ժողովուրդ այդ ճակատամարտը հավերժացնելու համար այդտեղ կամուրջ կառուցեց ճակատամարտի վայրում, որ ցավոք սրտի 2 տարի առաջ գետը դեպետը վարարած, մեր գիժ դեպետը վարարած քշեց այդ կամուրջը, հիմքերն են մնում, բայց մինչև օրս այդ կամուրջը կոչվում է Վարդապետի անունով, տարածքն էլ Վարդապետի անունով, եւ այդ քաջ Վարդապետը, որ առաջնորդում է Լոռվա գնդերը թշնամիների դեմ, այստեղ այդ հիշատակությունը թողեց։ Հուսանք, որ մի գեղեցիկ օր նաև կվերականգնվի ոչ միայն այդ կամուրջը, այլ նաև այդտեղ այդ հաղթական ճակատամարտի փառքը հավերժացնելու համար կոթող կկանգնեցվի։
Պատմական հաղթանակի խորհրդանիշ վարդապետի կամուրջը, որ այժմ միայն հիմքերով է հիշեցնում իր մասին, գուցե եւ ժամանակի ընթացքում վերականգնվի։ Իսկ մինչ այդ գյուղի հոգևոր խորհրդանիշն ու դարավոր լռությունը կոտրվեց մեկ այլ կարևոր կառույցով։ Տասնամյակներ շարունակ Նեղոցը չի ունեցել իր հոգևոր կենտրոնը, ու թերևս պատահական չէր, որ հենց Բեկջանյան եղբայրները ստանձնեցին այդ բացը լրացնելու առաքելությունը, գյուղի սրտում կանգնեցնելով հույսի ու հավատի այս փոքրիկ մատուռը։ Նեղոցը չի ունեցել իր հոգևոր կենտրոնը, այստեղ եկեղեցի չի եղել, մատուռ էլ երևի չի եղել, նման հիշատակություն չկա։ Իհարկե կան առանձին խաչքարեր, դեռ 10-րդ դարից գերեզմաններ, խաչքարեր, սակայն որպես այդպիսի եկեղեցի մատուռ չունեցել։ Միայն 20 տարի առաջ Բեկջանյան եղբայրները կանգնեցրին այս մատուռը, որը տեսնում եք ծառայում է նեղոցեցիների հոգևոր այդ սպասարկում են հոգևոր պահանջները նեղոցեցիների։ Մինչ այդ այստեղ չի եղել Սուրբ Գայանե մատուռը արդեն 20 տարի է կանգուն է եւ որպես թե հոգևոր կոթող թե նաև որպես գյուղը ներկայացնող գյուղի պատմությունը հավերժացնող կոթող հուսանք, որ դարերի ընթացքում նույնպես գնահատված կլինի եւ խորհրդանշական է, որ նաև պատերազմի հայրենական պատերազմի զոհերի հուշարձանի մոտ է կանգնեցված, ինքներդ եք տեսնում, փոքր գյուղ էր 1941 թվականին Նեղոցում, ընդամենը 40-50 տուն է եղել եւ 40-ից ավել մարտիկներ են մասնակցել պատերազմին եւ այսքանը հետ չեն եկել։ Բայց հոգևոր արժեքներին զուգահեռ Նեղոցն այսօր ապրում է իր բարդ ու երբեմն նաև դժվարին առօրյայով։ Դարեր առաջ Գութանով ու Արոտով ապրող նեղոցեցին այսօր փոխել է իր վաստակի ճանապարհը, դե որովհետև նաև հողագործության ու անասնապահության համար տեղ ու պայմաններ չկան, որտեղ հողմշակի երբ ամենուր կիրճեր են ու փշեր։ Փոխարենը գյուղը այսօր ապրում է կամ արտագնա աշխատանքի փողերով, կամ էլ աշխատանք են գտնում հարևան բնակավայրերում։ Այդ պատճառով գյուղը այսօր գյուղի նման չի, հա, տնամերձում հողմշակում են, բայց դա գյուղատնտեսություն ասել չի կարելի։ Շատերի համար նաև գյուղը ամառանոց է դարձել, գալիս գնում են, հիանում բնությամբ կտրվում մեծ քաղաքների աղմուկից, բայց մշտական բնակություն չեն հաստատում։ Ճիշտն ասած գյուղը հարստություն չունի, այն իմաստով, որ հողերը շատ քիչ են։ Ունենք 20 հեկտար վարելահող, մոտավորապես 40-46 հեկտար ունենք, արոտա նման բաներ է, հողատեսքեր ունենք, հա։ Դա է եղել, ժամանակին ժողովուրդը երկու տեղ ենք հողատեսքեր ունեցել, մի տարի վարելիս այլ տենց ենք ասում գադատապ կոչվող տարածքը, հաջորդ տարին բարակ հողեր կամ մեծ տապ ենք ասում, այդտեղ են վարելսել, ապրել սնել, ոնց որ Հայաստանի բոլոր բնակիչների այդ ժամանակ։ Գյուղատնտեսությամբ են զբաղվել, հիմա երևի կարելի ասել գյուղատնտեսությամբ շատ քիչ են զբաղվում բնակչությունը, կա աշխատատեղեր կան, շատ տեղեր կան, Աղթալայի ԼՀԿ-ն, մեծածախ, մանրածախ առևտրի կենտրոններ ունենք, ժողովուրդը կարելի ասել 90% աշխատում է։ Նեղոցի այսօրվա իրականությունը հասկանալու համար պետք է հայացք նետել անցյալին։ Տասնամյակներ շարունակ անգամ խորհրդային տարիներին գյուղը ստիպված է եղել բավարարվել երկրորդական պլանում գտնվելու դերով։ Չունենալով սեփական խոշոր հողատարածքներ ու ինքնուրույն տնտեսություն, Նեղոցը դիտվում էր հաղպատի կոլտնտեսության, ապա պետական տնտեսության տեղամաս, իսկ աշխատուժի հիմնական մասը համալրում էին Աղթալայի հանքերի եւ այլ ձեռնարկությունների աշխատողների շարքերը։ Հետո պատմում են, որ Նեղոցեցին երբեք էլ հողին ու անասունին կպած չի եղել։ Պարզապես խորհրդային տարիներին աշխատանքի պակաս չի եղել, աշխատել են գյուղից դուրս տարբեր արդյունաբերական կենտրոններում։ Աշխատանքը կար, շատ մեծ հիմնարկություններ կար, այստեղ ձեռնարկություններ կար, բոլորն աշխատում են, բար չէր մնում, էլի, ու լավ էլ ապրում ենք։ Կար ԺԲԿ, մեր մոտ Աղթալավորը կոչվում էր կցին, պլան ֆիքս կար, պահածոների գործարանը կար, ֆաբրիկան վերևը Աղթալապասյոլը կար, անտարտնտեսությունը կար, գերբ են ասում, գերբ են կար, մեծ հիմնարկություններ կար, էլի։ Հիմա մենակ ես ժայռներն են մնում մեզ, ուրիշ ոչ մի բան չունենք։ Ես էլ եմ, 74 տարեկան մարդ եմ, արդեն արտագնա աշխատանք եմ գնացել, ուրիշ տեղ աշխատում եմ, գործ եմ ճարել, աշխատում եմ։ Այս մեկուսացումը իր հետքն է թողել նաև մշակութային կյանքի վրա։ Տարիներ շարունակ գյուղի միակ հոգևոր ու ժամանցային կենտրոնը կիսախարխուլ մի գրադարան ակումբ էր, որը որքան էլ փորձում էր չէր կարող լրացնել այն մեծ մշակութային բացը, որի կարիքը Նեղոցեցին միշտ է զգացել։ Հենց այս մշակութային քաղցն է պատճառը, որ այսօր գյուղի տոնն ու Սինտիկի փառատոնը ընկալվում են ոչ թե որպես հասարակ միջոցառում, այլ որպես երկար սպասված զարթոնք ու հնարավորություն լիարժեք շնչելու եւ սեփական ինքնությունը տոնելու։ Մարվան խնձորա, հա,
Այս տանձն էլ լավը։ Այն ֆոնին մեր աշխարհն է բերել տնկել, բայց այս այն խնձորին էլ ամառվա խնձորա, մանդրը խնձորա շատ քաղցրը։ Բեկջանյանների տոհմական պատմության այսօրվա ամենավառ ու կենդանի կրողը Տիկին Վերիչկան է։ Թեև նա ծնունդով հարևան Շնող գյուղից է, բայց արդեն կես դար է, ինչ նրա ճակատագիրը հյուսվել է նեղոցի հետ։ 49 տարի առաջ նա որպես հարց մտավ Աշխարհբեկ Բեկջանյանի օջախ, իր հետ բերելով շնողնեցուն բնորոշ աշխատասիրությունն ու կամքը։ 26 տարվա մշտական բացակայությունից հետո Տիկին Վերիչկան Ռուսաստանից հայրենի տուն է վերադարձել։ Իսկ այսօր նա շրջում է իր ձեռքով տնկած ու կյանք տված այգում, վերհիշում այն տարիները, երբ կյանքը սկսում էին զրոյից, միայն սեփական ձեռքերի ուժին ապավինած։ Վերիչկայի ու Աշխարհբեկի սիրո եւ ամուսնական պատմությունը սկսվեց սովորական մի հացի հերթից, բայց վերածվեց կեսդարյա ամուր միության։ Մի անգամ աղջիկ երեխանցով գալիս ենք, ինչու այս նեղոցը հանդամասը, մեզ մոտ գադատապ են ասում, գալիս ենք ընդից շիշվի քաղելու։ Ասին այդ տարածքը նեղոցինն է։ Վի ասի, նեղոցեցիկ երաբեդիչ թավոր մարդիկ են, հենց գիտեմ այլ մարդիկ են, այլ ազգ են։ Հետա հմեկա մտան մի հատ հոգրի հարսն ունեին, այդ հոգրի հարսը քույր էր։ Աշխարհբեկի ծնողներն ասել են, Աշխարհբեկ հիմա մի հատ աղջիկ ենք ուզում։ Այդ Լուսիկ կոչեցյալը անումը Լուսիկ է։ Ինձ էր շանս տվել։ Աշխարհբեկն եկավ, ես գիտեի, որ ես հացի ուչերի դմը կանգնացի, այդ Լուսիկը կանչեց ինձ։ Կանչեց, այս վեր գուժարստիլա, ինչա։ Մանացի զարմացած, հետա գնացին, տե հելեն պրծել, գնացին։ Գնացին, հետա մի քանի օրից հետը եկան, կա սայա, կա ոչ սայա։ Եթե սա կլի, կամուսնանամ, եթե սա չի լի, չեմ ամուսնանա։ Իսկ Տիկին Վերիչկայի ամենամեծ հարստությունը իր զավակներն են, թոռներն ու ծոռները։ Նա հպարտությամբ է թվարկում որդիների հաջողությունները, գիտակցելով, որ իր ու ամուսնու Աշխարհբեկի թափած կրտինքը զուր չի անցել։ Այսօր նրա որդիները ոչ միայն իրենց ընտանիքների հենասյունն են, այլև իրենց ունեցածի եւ կարեցածի չափով նեղոցի ու նեղոցեցու կողքին են։ Հա ճիշտ է, ժամանակին գյուղից հեռացել են, բայց գյուղը ծննդավայր է նրանցից ոչ։ Իմ արտաշն էլ ասվորած, ավտոսպեկտր ասվորել, իմ Արմենն էլ ասվորած, Վարշավեր ասվորել, իմ Վահանն էլ երկու ինստիտուտ վերջացրել։ Մենակ աղջիկս աղջիկ երեխա էր, ես փակ չեմ թողել նրան, որ աղջիկա փեշն էլ իր համա ահա, որ ես Ռուսաստանից եկել եմ, շատ ուրախացա։ Մին ուզեի ոչ կան, բայց իմ Վահանն ասավ, մամ, գալտիս։ Այ բալացի ես տանից դաշգալա բան չեմ ճշում ունեմ, սիրտս լավը չի, կարում չեմ, ամեն ինչ շատ լավն է, ամեն ինչ շատ զգայուն է, անում են այն, ինչ որ մարդկությունն է պահանջում իմ երեխեքը, շատ լավն է, դուր եկավ ամեն ինչը, նեղոցի զարգացումը, գազը քաշել են, ջուրը քաշել են, ամենքն իրանց տուն ջուր են տարել։ Այդ մարդկային բարության ու տոհմական արժեքների վկայությունն է նաև նեղոցի պատմությունը պատմող ու հավերժ կերտող այս գիրքը։ Տիկին Վերիչկան չխնայեց ոչինչ, որպեսզի գյուղի անցյալը թղթին հանձնվի։ Նրա համար սա միայն գիրք չէ, այլ սերունդներին մնացող հիշողություն, ժառանգություն։ Նշենք, որ գիրքը լույս է տեսել նրա անմիջական հովանավորչության արդյունքում։ Որ ուրիշ բան չլի սրանով ինձ կհիշեն, ամբողջ գեղը ինձ կհիշե, որովհետև ես բարի եմ ելել, ես լավ երեխեք եմ դաստիարակել, ես ուշի փողը գդել եմ իրան տվել։ Շատ ուրախ եմ, որ այս գիրքը հրատարակվել է, թող բոլորն էլ կարդան, հիշեն, ուրախանան։ Եվ ահա այդ նույն բարության ու միասնության ոգով այսօր նեղոցը պատրաստվում է մեծ տոնի։ Ամեն քայլափոխի ուրախ շարժ է։ Գյուղացիների մի մասը հանդերում են, գնացել են փառատոնի համար սինդրիկ հավաքելու, իսկ նրանք, ովքեր մնացել են, հանձն են առել գյուղի բարեկարգման ու մաքրման աշխատանքները։ Մի խոսքով, այս օրերին գյուղը մի ուրիշ ձև է շնչում։ Իսկ Տիկին Վերիչկայի համար սա երջանկության գագաթնակետն է։ Տեսնել, թե ինչպես են տասնյակ մարդիկ տարբեր երկրներից հավաքվում որդիների կողմից ծնունդ առած տոնակատարությանը։ Կարոտը, որ տարիներ շարունակ խեղդում էր նրան Ռուսաստանի սառը քաղաքներում, այսօր փարատվում է դեպետի խշշոցով ու նեղոցի հարազատ սարերի շնչով։ Այս սարերը, այս ձորերը, չեմ մոռանում, որ իր հետ գնենք Սինդրիկի։ Շատ երկար ճամփա է։ Չեմ մոռանում, ամեն ինչ կարգին է, ամեն ինչ տեղին է, ամեն ինչ զգայուն է։
Կարոտել եմ անգամ այս դեպետի խշշոցին, կարոտել եմ անգամ այս ծառերին, ծաղիկներին ու բնությանը։ Ծնողի համար դա մեծ երջանկություն է, մեծ արժանապատվություն է, որ կարացել է իմ երեխեն այս ամբողջը ըմբռնե իր ձեռի մեջ ու հազարավոր տեղերից հավաքվելու են, օտարերկրներից են մարդիկ գալու, որովհետև այդ արարողությունը բոլորին դուր է գալի։ Հազարավոր մարդիկ են հավաքվելու։ Մի խոսքով աղջիկ ջան, ապրիկ որ եկել եք, մեզ նկարահանում եք, նեղոցը զարգանում է օրեցօր, տարեցտարի, ամեն ինչով։ Բայց հարկ է նշել նաև, որ գյուղի զարթոնքը միայն անհատների նախաձեռնություն չէ, այլ համայնքային մեծ աշխատանքի արդյունք, ինչու չէ նաև անհատ համայնք կառավարություն մի մեծ ճանապարհի արդյունք։ Նշենք, որ Նեղոցում վերջին տվյալներով գործող տնտեսությունների քանակը շուրջ 73 է 240 շնչով։ Գյուղի վարչական ղեկավարը ասում է, համայնքը իր հերթին անում է ամեն ինչ, որպեսզի այս մարդիկ գյուղում մնալու պատճառներ ունենան։ Բացի ենթակառուցվածքներից համայնքի կողմից քայլ է արվում նաև նոր տեսակի նեղոցեցիների համար մի քիչ խորտ մշակությամբ զբաղվելու։ Օրինակ մոտ ապագայում ծրագիր կա սկզբի համար մոտ 1 հեկտարի չափով ծաղիկների վարդերի մշակությամբ զբաղվելու, որից էլ հավանաբար կստանան տարատեսակ բուսայուղեր։ Ասֆալտապատվել է գյուղը, մոտ 2 կիլոմետր ու կեսի կարգի, գազատարն է քաշվել գյուղի, 3 կիլոմետր, լուսավորությունն է փողոցային, աղբամաններ են դրել, հիմա խմելու ջուրն են քաշում, մոտ 33-34 տոն ընդհանրապես տարի դեկորտերից է եղել, հիմա արդեն խմելու ջուրը սովորական մեր յոլա ջուրի բաժանված են դառնալու, մարդիկ արդեն իրաց հայացքներում ունենալու են խմելու ջուր, որը շուտով իրականանա։ Նպատակն է, որ ժողովուրդը աշխատի, ժողովուրդը կարեն է իր գործունեությունը ծավալի, որ ստեյջ չգնան, ավելի պարզված է, ինչքան աշխատանք ունենան, այնքան ստի կմնա։ Ամեն ինչ է փոխվելու։ Այդ են մեզ ջրի կանավը բանը որտեն սարքել։ Այնով կհավատար, որ դետար բանկ սարքեն։ Սարքում են ամեն ինչ փոխվել, առաջ ոնը չի։ Բարելավել է ձեր կյանքը։ Բայց որ ավելչել 3 տարի կապրիմ, ավելացել է։ Երբ պետական հոգացությունն ու համայնքի ջանքերը հանդիպում են սեփական արմատներին նվիրված անհատի կամքին, գյուղի զարթոնքը դառնում է անկասելի։ Գառնիկ պապի տեսած լավն ու Նեղոցի նորոգվող փողոցները նաև այն մարդկանց շնորհիվ են, ովքեր երբեք չեն մոռացել, թե որտեղից են սկսվել իրենց ճանապարհները։ Վահան Բեկջանյանի ու նրա եղբայրների համար բարերարությունը ոչ թե պարտականություն է, այլ պատիվ ու տուրք։ Հայրենի հողին, ծնողական օրհնանքին ու այն մանկությանը, որն անցել է այս կիրճերի մեջ։ Նրանք այն մարդիկն են, ովքեր կարողացան Նեղոցի անունը հասցնել Ռուսաստանի հեռավոր ափեր ու նորից հետ բերել այստեղ մարմնավորելով տունդարձի ու շենացման այն տեսլականը, որով այսօր շնչում է ողջ գյուղը։ Ես ծնվել եմ այս գյուղում ու 18 տարի ապրել եմ ստեղ, 19 տարի, դրանից հետո գնացել եմ ծառայության, սկսել եմ ապրել Ռուսաստանում, բայց չեմ մոռացել իհարկե իմ հողը, ջուրը, իմ մանկությունը, որ անց եմ կացել։ Ես ուրախ եմ, որ ծնվել եմ ստեղ, թեկուզ որ փոքր է, բայց ասենք թե պարտադիր չէ, որ մեծ է, փոքր են բերլանդներ, ասենք թե չէ, որ քիչ է, բայց իր թանկությունը ավելի շատ է։ Կարևոր չի մարդը որտեղ է ապրում, կարևորն է նա, որ ասենք թե ինքը իր ցանկությունը ունենում ու իր սերտը, ասենք իր գյուղում, իր տունն է, էլի ասենք կարևոր չի, ասենք որտեղ ես ապրում, բայց պետք է չմոռանաս, ասենց բարձրանում ես, աշկը հետ բարձրացնում ես, ասենց վերև ես նայում, ասենք ու մանկությունն ես հիշում, ասենք թե որ այնտեղ են բռնչկու տակին, ասենք թե բռնչ ենք հավաքում, ասենք ամեն ճանապարհով անցնում ենք, կյանքում չենք մոռան, էլի, ու աշխատում ենք ինչքան հնարավորություն ունենք մեր միջոցները ներդրել գյուղի զարգացման համար։ Բեկջանյան եղբայրների կապը հայրենի գյուղի հետ սոսկ հիշողություն չէ, այլ շարունակական ու հետևողական գործունեություն։ Դեռ 2 տասնամյակ առաջ նրանց նախաձեռնությամբ Նեղոցում բարձրացավ Սուրբ Գայանե մատուռը, դառնալով գյուղի հոգևոր սիրտն ու միավորող ուժը։ Հենց այդ օրվանից էլ սկիզբ առավ մի գեղեցիկ ավանդույթ։ Արդեն 20 տարի է Նեղոցի տոնը հարազատ օջախ է բերում աշխարհասփյուր նեղոցեցիներին ու ոչ միայն։
Եվ սա դեռ սկիզբն է։ Բեկջանյանների տեսլականում նեղոց ավելի շեն ու աշխույժ է։ Օրակարգում արդեն գյուղի սեփական եկեղեցու կառուցումն է եւ մի նոր կարևոր նպատակ մարզական ու մշակութային օջախի ստեղծումը։ Վահան Բեկջանյանը ասում է, համայնքի ղեկավարի հետ արդեն քննարկվում են ծրագրերը, որպիսի նեղոցի երեխաները ստիպված չլինեն հեռու գնալ, այլ հենց իրենց գյուղում կարողանան կոփվել ու հասնել մարզական բարձունքների։ Իսկ մատուռի կառուցման գաղափարի հիմքերում պարզվում է Վահան Բեկջանյանի երջանկահիշատակ հայրն է կանգնած։ Նստած ենք զրույց ենք անում, ասեց պապ, ինչ կուզենաս, էլի ասենք թե գյուղում, ասենք սաղ տեղափոխվել ենք, պրակտիկի մեզանից համարը մարդ չի մնացել, էլի որ այնտեղ, մեր ընտանիքից հիշողությունն առաջացնել հետագայում ու որոշեցինք ինչ-որ տեղ աղբյուր, գյուղի վերև աղբյուր սարքենք, բայց ավելի ճիշտ գտանք, որ մատուռը բացենք, մատուռը որ սարքեցինք իմ եղբայրների հետ միասին ու որոշեցինք ամեն տարի ոնց որ ուխտի օր մեր ընտանիքներով գալիս ենք այս օրը ապրիլի 15-ին իմ ծննդյան օրն է մենք բացումն արեցինք այդ օրը ու 20 տարիա գալիս ենք համ մենք ենք ուրախանում համ գտնվելով մեր հարազատների կողքին մեր գյուղի ժողովրդի կողքին ու աշխատում ենք ինչ-որ մի բաներ իրանց օգնած ենք եթե հնարավորություն ենք ունենում Բեկջանյան եղբայրների համար սա կանգուն մնալու եւ շարունակական կատարելագործման ճանապարհ է։ Նրանց տեսլականում յուրաքանչյուր հաջորդ տարի տոնը պետք է լինի ավելի ներկայանալի, ավելի բովանդակալից ու ավելի գրավիչ թե նեղոցեցիների, թե աշխարհի տարբեր ծայրերից ժամանող հյուրերի համար։ Նպատակը մեկն է նեղոցը դարձնել մի կետ, որտեղ ավանդականն ու ժամանակակիցը հանդիպում են, ստեղծելով զարգացման նոր ու անկասելի մոդել։ Ոնց որ մյուս տարիներին, այս տարի ավելի շատ ալնելու շոու պրոգրամաները ու բացի դրանից էլ ասենք այս տարի ուզում ենք նենց անենք, որ ժողովուրդը իրանց այդ միջոցները ինչ որ ունեն, բերեն, ասենք թե արդեն պատրաստում են, զանգում եմ, ասում եմ ինչով են էլի պատրաստ, մեկն ասում է գալու եմ ջինգալով հաստխեմ, մեկն ասում է գալու եմ պերաշկի անեմ, կլինի որ ասենք թե այստեղ նիստակ են միտեղ, այստեղն եմ ուզում, ասենք թե աշխուժություն առաջացել, երեխեքն արդեն սկսել են պատրաստվել, որ նկարում են, որ իրանց գործի նկարածը ասենք թե վաճառեն։ Նու աշխուժությունը իրոք սանձերը շատացել է համեմատաբար դե 20 տարի առաջվա, ասենք ուրիշ չի, էլի։ 20 տարի առաջ այսօր օրհնություն է կատարվել Նեղոց համայնքի Սուրբ Գայանե մատուռը։ 20 տարիները արագ են անցել մեկի համար կարճ են անցել, բայց այս 20 տարիները եղել են ձեռքբերումների տարիներ եւ աղոթքով է եղել եւ օրհնությամբ է եղել այս մատուռի կառուցումը։ Թեև նեղոցեցիները արդեն 2 տասնամյակ է ինչ նշում են գյուղի օրը, այս տարի տոնակատարությունն իսկապես հոբելյանական է։ Գյուղը մեկտեղել է 3 կարևորագույն առիթ՝ Սուրբ Գայանե մատուռի հիմնադրման 20-ամյակը, տարածաշրջանի հնագույն կոթողի 940-ամյակը եւ Անի Բեկջանյանի Լոռի հոգուս կանչը ռուսալեզու գրքի շնորհանդեսը։ Տոնական միջոցառման մեկնարկը տրվում է Սուրբ Գայանե մատուռի մոտ, որտեղ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ կատարվում է օրհնության կարգ, որին հաջորդում է մոմավառությունը։ Եկեսե արքայություն քով, երեցին կամքով, որպես երկինս վերգրիք, Միջոցառման երկրորդ մասը Նեղոցի դպրոցի բակում էր, որտեղ ուխտավորներին դիմավորեցին Աղթալայի պարային համույթի սաները իրենց գեղեցիկ պարային համարներով։ Տոնական օրվա առթիվ նեղոցեցիներին շնորհավորական ուղերձ ցղեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, այնուհետև համայնքի կողմից շնորհակալագրեր հանձնեց գյուղի նվիրյալներին։ Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ մեր գեղեցիկ Նեղոց գյուղի տոնի կապակցությամբ։ Սուրբ Գայանե մատուռը, երբ որ նայում ես, ինքը փոքր մատուռ է, բայց ինչ է իր խորհրդանիշը։ 20 տարի առաջ, երբ որ հիմնվել է այդ մատուռը, վստահ եմ, որ դա համախմբել է, ավելի մեծ ներուժ է եղել մեր գյուղի բնակիչների համար։ Ցանկացած այլ կառույց, եթե լիներ կառուցված այդտեղ, դժվար թե այդ չափ համախմբել բոլորիս։ Ես ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Բեկջանյան ընտանիքին, որի մեջ ջանքերով այս տոնը արդեն քանի տարի է տեղի ունենում մեր բնակավայրում։
Շնորհակալագիր տրվում է Վերիչկա Վահանի Բեկջանյանին, Հայրենի գյուղի պատմամշակութային ժառանգության պահպանման նեղոցի պատմությունը վավերագրելու եւ համայնքի բարի համբավը տարածելու համար։ Համայնքի ղեկավարի ելույթների առանցքային թեման նախորդ տարի տրված խոստումների հաշվետվողականությունն էր։ Նա փաստեց, որ 1 տարի առաջ նույն այստեղում հնչած նպատակները այսօր արդեն շոշափելի իրականություն են։ Նեղոցը վստահ քայլերով զարգացման ճանապարհին է։ Գյուղում իրականացված աշխատանքները, նորոգված ճանապարհներից ու ասֆալտապատումից մինչև խմելու ջրի նոր ցանցի անցկացում վկայում են, որ համայնքային հոգացությունը նեղոցում կրում է շարունակական բնույթ։ Մի բան ենք որոշել, որի մասին ուզում եմ հայտարարեմ։ Բեկջանյանների ընտանիքի կողմից առաջարկություն է եղել, որ նեղոցում ունենանք ժամանցի կենտրոն։ Ինչ է դա իրենից ներկայացնում։ Համայնքապետարանի կողքը կա տարածք, որտեղ կառուցելու ենք 2 հարգանի փոքրիկ շենք, առաջի հարգում լինելու է մարզասրահ, երկրորդ հարգում լինելու է երեխաների համար զբաղվածության կենտրոն, նկարչության եւ այլն, մնացածը արդեն գյուղի բնակիչները վարչական ղեկավարի հետ միասին կորոշեն։ Այս մեծ տոնը, որն արդեն 2 տասնամյակ համախմբում է աշխարհասփյուռ նեղոցեցիներին, հետևողական աշխատանքի եւ հայրենի հողի հանդեպ ունեցած անմնացորդ սիրո արդյունք է։ Սակայն Բեկջանյան եղբայրների համար ամենամեծ վարձատրությունը ոչ թե արված գործերի գույքագրումն է, այլ պատգամը ուղղված երիտասարդ սերնդին տեր կանգնելու սեփական արմատներին։ Ես բոլորից հետ շատ գոհ շնորհակալ եմ ու կուզենամ մեր ջահերներին, մեր ընկերներին կցանկանամ, որ միշտ սենց կապված ըրնեք, ուժեղ ըրնեք, հպարտ ըրնեք ու ամենքը դեր կարակ նմանատիպ մեծ գործեր անեք։ Դա երևակայի ցանկությունն է, որը որ մարդու մեջ պետք է մտցնվի ու ամեն մարդ ինքը իր համար որոշի։ Ես բոլորից շնորհակալություն եմ ուզում հայտնեմ ու շնորհավորում եմ բոլոր նեղոցեցիներին ու բոլորիս տոնը։ Շնորհակալագիր Նեղոց գյուղի օրվա 940-ամյակին եւ Գայանե մատորի կառուցման 20-ամյակին նվիրված միջոցառման կապակցությամբ տրվում է Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովանես եպիսկոպոս Հակոբյանին Նեղոց համայնքի հոգեվոր կյանքի տարածման եւ զարգացման մեջ ունեցած մեծ ներդրման համար։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ Բեկջանյան ընտանիքի կողմից նվերների եւ շնորհակալագրերի արժանացան, ինչպես գերաշնորհ Սրբազան հայրն ու հոգեվոր դասի ներկայացուցիչները, այնպես էլ համայնքի ղեկավարն ու բոլոր այն նվիրյալները, ում ջանքերով իրականություն դարձավ այս տոնը։ Սա փոխադարձ հարգանքի ու գնահատանքի այն կարևոր օղակն է, որն ամուր է պահում կապը հայրենիքի եւ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների միջև։ Օրվա մշակութային առանցքը դարձավ Անի Բեկջանյանի Լորի հոգուս կանչը ռուսալեզու գրքի շնորհանդեսը։ Սա պարզապես գիրք չէ, այլ երիտասարդ հեղինակի խոնարհումը նախնյաց հողին ու Լորվա ինքնությանը։ Անի համար այս ստեղծագործությունը կամուրջ է հայրենիքի եւ Սփյուռքի միջև, որը գրվել է հոգու թելադրանքով։ Միտքը ծագել է գրել գիրքը Լորին 20-ամյակ մեր Գայանե մատորի կապակցությամբ։ Ուզում եմ մի փոքր մասնիկ թողեմ Լոռու մարզին։ Իմ ոգեշնչման աղբյուրը եղել է, որ ես արմատներով նեղոցից եմ, ամեն տարի գալուց ենք եղել ու ուզեցել ենք թողանք փոքր պատմություն մեր Նեղոց գյուղի համար, նաև մեզ համար, մեր երեխեքի համար, մեր մեծերի համար։ Իսկ օրվա հուզական գագաթնակետը Բեկջանյան տոհմի 2 սերունդների տատի ու թոռան ելույթներն էին։ Իր սրտի խոսքն ու Լոռի հոգուս կանչը գրքի խորհուրդը ներկաներին փոխանցեց Անի Բեկջանյանը։ Իսկ տոհմի ու գյուղի մեծ մայրը Տիկին Վերիչկան օրհնության ու երախտիկի խոսքերով ամփոփեց տասնամյակների իրենց վաստակը։ Ուզում եմ բոլորը գան մեր Լոռի մարզը, նայեն, ինչ սիրուն բնություն ունենք մենք։ Գան տենան, վայելեն ու իմանան, որ մեր Լոռի մարզը ամենասիրուն տեղն է։ Շնորհավոր։ Ցանկանում եմ, որ ամեն գյուղ, ամեն համայնք ունենա այդպիսի հնարավորություն, որ կարողանա այսպիսի բազում ժողովուրդներ վաքեն եւ այս տոնը նշեն։ Բոլորի առողջություն, հաջողություն, երկար տարիների կյանք եւ միաբանություն։
Սերունդների այս երկխոսությունն ու արմատների հանդեպ հավատարմությունը սկիզբ են առնում հենց այստեղ, գյուղի դպրոցի բակում, որն այսօր հյուրընկալել էր տոնի բոլոր մասնակիցներին։ Կրթօջախի դերի եւ նեղոցի ապակա սերնդի պատրաստակամության մասին իր խոսքում ընդգծեց դպրոցի տնօրենը։ Այսօր լավ առիթ է։ Եվս մեկ անգամ արժևորելու գյուղի անցած ճանապարհը եւ այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով, նվիրումով զարգացնում եւ շենացնում են գյուղը։ Եվ սրանով մենք հետագա սերունդներին փոխանցում ենք արդեն հաստատուն արժեքներ եւ ավանդույթներ։ Նեղոցը քարտեզի վրա գուցե փոքրիկ մի կետ է, բայց իրականում այն մի հսկա աշխարհ է, շլացուցիչ առավելություններով օժտված։ Այստեղ բնության վայրի գեղեցկությունը մրցում է նեղոցեցու շնորհաշատ ու բաց սրտի հետ։ Գյուղի իրական հարստությունը հենց այս մարդիկ են, իրենց անկեղծ ժպիտով, ամուր ձեռքերով ու այն տեսակով, որն իր մեջ կրում է լորված օրերի անկոտրում ոգին։ Աշխատող, չարքաժան, աշխատող մարդիկ։ Փառք վիճակներ ունենք լավա, ես չեմ հիշում, որ երբ կլի մեր գեղից գողություն եղած։ Շատ լավ մարդիկ են, շատ։ Միահամուռ, իրարը թաշթամերաշ, շատ լավ մարդիկ են, ամեն սենց բարազնի հետ տոնում են, գալիս են գնում ժողովուրդը։ Ժողովրդի համար մեծ տոնն է, մեր տոնն է, մեր գյուղի տոնն է, մեր համայնքի տոնն է։ Ինչ ցանկանանք որ նեղոցեցիներին առողջություն, հաջողություն, երջանկություն, ես ինչ եմ բարիություն ցանկանա, լավն ու բարին ցանկանա։ Մշակութային կյանքը զարթոնք է ապրում եւ պահպանվում են իրենց գյուղի բարքերը, փոխանցվում է սերնդեսերունդ, իմ կարծիքով շատ կարևոր է երեխաների համար հատկապես։ Նախ շնորհավորում եմ բոլոր նեղոցեցիներին իրենց բնակավարի տոնի կապակցությամբ։ Եղանք այսօր մատուռում շատ գեղեցիկ մատուռեր, ընդհանրապես մեր հասարակությանը, բնակչությանը ցանկացած բնակավայրում մատուռի լինելը կարևոր է։ Տոնական եռուզեռը իր մեջ ներառել է բոլորին։ Հատուկ տաղավարներում աչք էին շոյում երեխաների պատրաստած ձեռագործ աշխատանքները, որոնք հաղորդում էին օրվա գունագեղությունն ու պատանի նեղոցեցիների ստեղծագործ շունչը։ Սակայն նեղոցեցու բնավորության ամենաթանկ գիծը թերևս նրա անսահման հյուրասիրությունն է, որտեղ սեղանի շուրջ տեղ կա բոլորի համար։ Հենց այս անկեղծ հյուրընկալության շնորհիվ է, որ տարիների ընթացքում գյուղի տոնը բնականորեն բրենդավորվեց ու ստացավ Սինդրիկի փառատոն անվանումը։ Դա պատահական չէ, տարվա այս շրջանում նեղոցի անմաչելի կիրճերը առատորեն զարդարվում են հենց Սինդրիկով, որն էլ դառնում է գյուղացու սեղանի գլխավոր զարդն ու հյուրին պատվելու լավագույն միջոցը։ Նեղոցի Սինդրիկի համը իհարկե տարբեր է լինում, ուրիշ տեղերի փորձված բան է, նեղոցին ավելի դառնություն ունի, որը ավելի օգտակար է։ Եվ բոլորին հրավիրում ենք համտեսելու, ճաշակելու, նույնիսկ կարող եմ անվճար հյուրասիրություն մարդկանց համար։ Իսկ այս տարվա միջոցառումը աչքի է ընկնում իր բացառիկ մասշտաբներով ու հագեցած օրակարգով։ Օրվա հյուրերի շարքում էր նաև Լարա Խաղացը, ով հանդիսականին ներկայացրեց ազգային մոռացվող մշակութամարզական հինավուրց խաղը, տոնախմբությունների երբեմնի անբաժանելի մասը։ Իսկ երբ հրապարակում հնչում են ժողովրդական գործիքները, տոնը հասնում է իր գագաթնակետին։ Նեղոցի տոնական մթնոլորտը էլ ավելի ջերմացավ ու ամբողջացավ Ալավերդու լազուր ժողովրդական գործիքների համույթի մենակատարների կատարումներով։ Այս ամառը շատ եմ երազել, իմ սիրտել է մրգի պես հասել։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Նեղոցից անկյուն արած 3 հեռուստաընկերություն։ Լսիր ձայնս արի ջանս, նուրազիս ասել